Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ անդին հայացք Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Իրանուշ Պապյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Այսօր Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից սկիզբ առած պատերազմի 24-րդ օրն է։ Պատերազմող կողմերը շարունակում են փոխադարձ հրթիռակոծություններն ու օդային հարվածները։ Նախորդին Հարադ քաղաք այցելության ժամանակ, որտեղ իրանական հարձակման հետևանքով վիրավորվել էր ավելի քան 100 մարդ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաշխարհային առաջնորդներին կոչ է արել միանալ Իրանի դեմ կոալիցիային։ Նրանք արդեն հարձակվել են Կիպրոսի եվրոպական երկրի վրա։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները միասին աշխատում են ամբողջ աշխարհի համար։ Ժամանակն է տեսնել, թե ինչպես են մյուս առաջնորդները միանում, ժամանակն է գործել։ Նեթանյահուն զգուշացրել է, որ իրանական հրթիռները կարող են խորը հարված հասցնել Եվրոպային եւ որ Հորմուզի նեղուցի շրջափակումը շանտաժ է ամբողջ աշխարհի համար։ Նա աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրին, հայտարարելով, որ ժամանակն է լայն միջազգային մասնակցության իսրայելա-ամերիկյան ներխուժմանը։ Նեթանյահուի հայտարարություններին զուգահեռ հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսրայելական 13-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Իրանի ներկայացված վերջնագրի արդյունքը շատ լավ կլինի եւ խոստացել է նրա լիակատար ոչնչացում։ Շուտով կիմանաք, թե ինչ է լինելու էլեկտրակայանի վերջնագրի հետ, արդյունքը շատ լավ կլինի։ Իրանը լիովին կոչնչացվի եւ ամեն ինչ կատարյալ կլինի, ասել է Թրամփը։ Ավելին Սպիտակ տան ղեկավարը քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրանք ոչինչ չեն անում եւ դա մեծ ամոթ է։ Իրանը 47 տարի շարունակ շատ վատ է իրեն պահել, հիմա նրանք ստանում են իրենց արժանի պատիժը։ Վերջնագրի ժամկետը լրանում է մարտի 23-ի երեկոյան։ Ավելի ուշ արդեն այսօր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական հարթակում։ Ուրախ եմ հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին 2 օրերի ընթացքում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր ռազմական գործողությունների լիարժեք ու համապարփակ լուծման վերաբերյալ։ Հիմնվելով այս խորը, մանրամասն եւ կառուցողական բանակցությունների բնույթի եւ տոնի վրա, որոնք կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած ռազմական հարված մինչեւ ընթացիկ հանդիպումների ու քննարկումների հաջող ավարտը, գրել է Թրամփը Truth Social-ում։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 48 ժամյա վերջնագիր էր ներկայացրել Իրանին, պահանջելով Հորմուզի նեղուցի լիակատար բացում, սպառնալով ոչնչացնել նրա էլեկտրակայանները, եթե Թեհրանը դա չանի։ Թրամփին արձագանքել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի մեր տարածք ներխուժողներից։ X սոցիալական ցանցում գրել է նա, հավելելով, որ Իրանն աշխարհի քարտեզից ջնջելու պատրանքը վկայում է հուսահատության մասին ուղղված պատմություն կերտող ազգի կամքի դեմ։ Սպառնալիքներն ու ահաբեկումը միայն ամրապնդում են մեր միասնությունը։ Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի մեր տարածք ներխուժողներից։ Մենք հաստատակամորեն դիմակայում ենք մարտի դաշտում հնչող խենթ սպառնալիքների, հավելել է Փեզեշքյանը։ Եվրամիությունը սկսել է սահմանափակել Հունգարիայի մասնակցությունը գաղտնի հանդիպումներին, մտավախություն ունենալով, որ Բուդապեշտը կարող է գաղտնի տվյալներ փոխանցել Մոսկվային։ Այս մասին հայտնել է Պոլիտիկոյի իրազեկ աղբյուրը։ Նրա խոսքով սա հանգեցրել է նրան, որ Եվրամիության բոլոր 27 անդամ երկրների մասնակցությամբ ընդհանուր նիստերի փոխարեն եվրոպական դիվանագիտության զգալի մասն այս պահին իրականացվում է փոքր խմբերի ձևաչափով։ Ավելի վաղ The Washington Post-ին իր եվրոպական աղբյուրները հայտնել են, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը սերտ շփումներ է պահպանում Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմի ողջ ընթացքում։ Նրանք նշել են, որ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն օգտագործել է Եվրամիության անդամ այլ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընդմիջումները Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին զանգահարելու համար։
Այս կապակցությամբ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Օրբանի ներկայացուցիչները ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել են Մոսկվային Եվրամիության խորհրդի նիստերի մասին։ Մենք վաղուց կասկածներ ունեինք այդ հարցում, սա պատճառներից մեկն է, թե ինչու եմ ես խոսք վերցնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ ասում այնքան, որքան հարկավոր է, գրել է Տուսկը X-ում։ Մարտի 21-ից 22-ը Ֆլորիդայում Միացյալ Նահանգների հետ կայացած խաղաղ բանակցությունների ընթացքում պատվիրակությունները քննարկել են հուսալի անվտանգության երաշխիքների եւ մարդասիրական օգնության հարցեր։ Այս մասին Տելեգրամում հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեն Ումերովը։ Նրա խոսքով բարձրացված թեմաների թվում էին Ուկրաինայի քաղաքացիների փոխանակման ու վերադարձի հարցերը։ Մենք առաջընթաց են գրանցում դիրքորոշումների համաձայնեցման ու հետագայում չլուծված հարցերի շրջանակը նեղացնելու հարցում, ասել է Ումերովը։ Շարունակելով Ումերովի խոսքերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է բանակցություններում Ուկրաինայի համար բավարար երաշխիքների կարևորությունը ամիսներ կամ տարիներ անց պատերազմի վերսկսումից խուսափելու համար։ Նա նաև նշել է, որ կան ազդանշաններ, որ հնարավոր են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շարունակական փոխանակումներ լինեն, եւ սա իսկապես շատ լավ լուր կլինի եւ հաստատում, որ դիվանագիտությունը գործում է։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, կհանդիպենք։